Ես Երաշիկ Կիրակոսյանն եմ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ։ Հիմա աշխատում եմ որպես Equity Law Partners ընկերության համահիմնադիր, կառավարող գործընկեր եւ նաեւ Երևանի պետական համալսարանում միջազգային դատարաններ եւ արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար, դասախոս նաեւ համալսարանում։ Ինչ որ փուլ կար կյանքում, որ ցանկանում էի դառնալ, չգիտեմ ինչի, կինոռեժիսոր, չեմ կարող ասեմ ինչի, այդպես որ ցանկություն կար մոտս մի բան, սցենարիստ նաեւ, այդպես բան կար, ֆիքսվածություն կար, կարողագրելու հետ կապված ինչ-որ սեր ունեի դրա համար։ Դա շատ հստակ էր, մի բան, հետո շատ բան ստացվեց այդ ընտրությունը, շատ տենց հանգամանքների բերումով ստացվեց, բայց կարծում եմ ճիշտ ընտրություն է։ Կինոն կամ արվեստի ուղղությունները դրանք շատ տարբեր են, բարձր այդտեղ ավելի հոգևոր եւ այդ զգացմունքային շերտը շատ կարեւոր է, այսինքն քո ընկալումների այդ շերտի վրա ազդելը կամ կոնկրետ որոշակի արժեքային կտորների վրա քո ուշադրությունը հրավիրելը կամ ինչ որ պատմություն պատմելը, որով նաեւ դու ինչ որ իմաստ ես հաղորդում կամ ինչ որ կարեւոր մեսեջ ես տալիս բանին, դիտողին կամ հանդիսատեսին, իրավագիտության մեջ պարզ կարող տպավորություն ստեղծել շատ չոր եւ հաշվառ կամ ինչա բնականաբար իրավագիտությունը սիրում է շատ հստակ տրամաբանվածություն եւ պատճառաբանվածություն եւ հիմնավորվածություն, դա առաջնային է ցանկացած իրավաբան կամ իրավագետ տակասի, բայց էմոցիոնալ կտոր իրավունքի մեջ երևի հայտ է գալիս հատկապես երբ որ դու գործ մարդու իրավունքների հետ, որովհետեւ ի վերջո հատկապես մարդու իրավունքների պաշտպանության զբաղվելը բնականաբար ինքը էմոցիոնալ կտոր պարունակում է իր մեջ, որովհետեւ վերջի վերջո մարդու հետ է շփվում, բայց միևնույնն է փորձում ես այդ մարդու էմոցիաները բանալ, փոխակերպես ռացիոնալ տրամաբանություն, այսինքն փորձես իրավագիտության լեզվով ձևակերպել եւ դա ներկայացնել օրինակ դատարանին։ Վաղ տարիքում այդ բանը եմ արել, հաճախել եմ դպրոց երաժշտական, ունեմ որոշակի երաժշտական կրթություն, այո, դաշնամուրի եւ ծերը երաժշտության նկատմամբ երևի այդտեղից է ձևավորվել կամ քիչ ավելի շուտ, որովհետեւ երևի ամենա առաջին հոբին կամ եթե դա կարելի է հոբի համարել առասարակ, կարծում եմ երաժշտությունն է ինձ մոտ, որովհետեւ ինքը համար առաջին հորիզոնականն է զբաղեցնում իմ կյանքում։ Դաշնամուրը նորմալ էր, որովհետեւ դաշնամուր հետը չես տանում երաժշտական դպրոց, բայց եթե ջութակի ես գնում, ջութակ հետը տանում ես, այդ ակնհայտ է դառնում, որ ջութակով ես գնում։ Բայց դաշնամուր տենց բան էր, այդ ժամանակներում տենց հիմար ստերեոտիպեր կային, չգիտեմ այդ որտեղից են դրան գալիս, իրոք չգիտեմ։ Այդ դրա շուրջ նաև կատակներ կան, չգիտեմ, սկեչեր կան նկարածան, տենց անհասկանալի վայրենի տենց բան կար։ Դե տարբեր էի մի քիչ մոտեցումներով, բաներով, բայց ինչ-որ մի պայից սկսած ինձ սկսեց դուր գալ այդ տարբերվելը, որովհետև մի պատ որ շատ փոքր ես կարող տպավորություն ստեղծի դու սխալ ես, բայց ինչ որ մեջս մի բան անդադ հուշում էր, որ երևի չէ, ես ճիշտ եմ անում։ Դե արժեքային համակարգը կարող է շատ այդ մի քիչ սովորող բաների նկատմամբ, աշակերտների նկատմամբ, չգիտեմ, շատ տենց սովորող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը այդ ժամանակաշրջանում 90-ականների վերջն է, ես դպրոց եմ սկսել հաճախել 89-ից, ներողություն, 89-ից, արդեն 90-ականների սկիզբ, կես, վերջ, այդ ժամանակահատվածները մի քիչ տենց բան էր, այսպես ասեմ, հատուկ էր վերաբերմունքը իրակես բաների նկատմամբ։ Համալսարանը մի քիչ ավելի հասուն էր, համալսարանը մի քիչ ավելի նոր կյանք էր, նոր մոտեցում էր, բայց այդ էլի տարբերվելու զգացումը կար, բայց համալսարանի տարիքում, քանի որ ավելի մի քիչ ավելի հասուն էր, չնայած շատ հասուն չէ, որովհետև ավելի վաղ տարիքում եմ ընդունվել համալսարան եւ 16 տարեկան էի, ժամանակահատվածում արդեն դե կոմոդ սկսում են ձևավորվել մի քիչ ավելի քո սեփական եսը, երաժշտական ճաշակները, չգիտեմ, նաեւ ինչ որ ընթերցանություն ես անում, որոշակի բան ես սկսում պատկերացնել, արդեն կարդալ, հասկանալ, ընկերների հետ ես շփվում, սկսում ես ինչ-որ կոնկրետ մարդկանց հետ շփվել, պարզ այդտեղ էլի ինչ-որ միկրոմիջավայր ես ունեի ընկերների, եւ դա ինձ արդեն սկսում էր դուր գալ, որովհետեւ այդ տարբերվելը ինձ թվում էր այդ ազատության մասին է, որ արդեն երբ որ սկսում ես գիտակցել այդ քո ազատությունն է, եւ այդ քո ազատությունը պաշտպանելը շատ կարեւոր է, վաղ տարիքից նկատի ունեմ, որովհետեւ քո ազատությունը քո ազատ ընտրության մասին է խոսում,
քո չգիտեմ ընկերներին ընտրելու մասին է խոսում, քո երաժշտություն լսելու ճաշակի մասին է խոսում, քո հայացքները ունենալու, կարծիք ունենալու մասին է խոսում։ Դրանք տենց կամած աստիճանաբար ձևավորում են այդ ժամանակաշրջանում։ Նաև հագուստի մասին է խոսում, իմիջիայլոց դա էլ է շատ կարևոր, որովհետև չգիտեմ, օրինակ եթե ջինսով ես գայի եւ ջինսով ին փոքր բան, չգիտեմ, վերնաշապիկը, ջինսային հատուկ վերնաշապիկներ կային, որ տաբատի վրայից ես թողնում։ Ժամանակին սկսում են այտենց ավելի հանգիստ հագուստ է ենթադրում, բայց դա օրինակ կարող էր համարվել համալսարանում շատ օրինակ մեր ֆակուլտետում մի քիչ ավելի այտենց բան աչք ծակող երևույթ էլի դա շատ այտենց թվացial տրադիցիոն, մեկ էլ այտենց շատ ավելի ազատ մտածող այտենց մասաների մեջ այդ բանը լարումը միշտ կա։ Եվ այդ բուլինգի փորձերը միշտ եղել են լինում են, բայց ինքը ժամանակի ընթացքում իմ ընկալմամբ գնաց բանի նվազման։ Այրիկս ստացախոս էր տնտեսագիտության ոլորտում էր մասնագիտացել, դոկտոր էր տնտեսագիտության պրոֆեսոր։ Մայրիկը հայոց լեզվի, լեզվաբան, հայոց լեզվի մասնագետ, հայոց լեզվի գրականության ուսուցչուհի երկար տարիներ աշխատել, շատ երկար։ Բալանսավորվածություն կար որոշակի, բայց բարձա այդպես ավանդական ավելի արժեքների վրա հիմնված ընտանիք։ Ես դրա մեջ եմ մեծացել, բնականաբար, նաև կարող է այն հանգամանքը, որ տան փոքրն եմ եղել, դա էլ որոշակի դեր ունի։ Ես կարծում եմ պատրիարխալ համակարգը կամ շատ խորը ավանդական համակարգերը բոլորն էլ իրենք ունեն ինքնապաշտպանական նշանակություն, որ ինքնապաշտպանական եւ պահպանության կոնկրետ տեսակը պահպանելու նպատակ են հետապնդում։ Ցանկացած այդ խորը ավանդական համակարգերի իմաստը դա է։ Եվ կարծում եմ կարող է մի պահ դա նաև ագրեսիվանա վերածվի, չգիտեմ, մյուս այլ խմբի նկատմամբ ագրեսիա, եթե դա լինում միջազգային հարաբերությունում դրա օրինակները վառ են ու շատ են։ Բայց այդ պատրիարխալության թեման, հա, ինքը խորքային ավանդական պաշտպանության, ինքնապաշտպանության բնույթ է կրել, կարծում եմ։ Իմ ոնց որ ասեցի, կարծում եմ հիմնական գաղափարը եղել է ավելի շատ ես կարծում եմ պետական ինստիտուտների բացակայության կամ դրանց թույլ լինելու պատճառով եւ կամ իմպերիաների մեջ են դրանք շատ զարգացել, ես կարծում եմ, եւ նաեւ կարելի ասել այդ կայսրությունները միգուցե որոշ կայսրությունների դեպքում կարող նրանք խրախուսել են տենց պատրիարխալ կարգերի կայուն լինելը եւ դրանց վերարտադրությունը, որովհետեւ կարող է որոշ կայսրություններ նպատակ ունեցել են կամ գրեթե բոլոր կայսրություններն են այդպես կառավարել են։ Թողել որ չզարգանաս, որովհետև եթե դու պատրիարխալությունից մի քիչ հեռանում ես, դա զարգացում է ենթադրում, եթե կրթվում ես, եթե մի քիչ լուսավորվում ես, ես նեգատիվ իմաստով եմ ասում պատրիարխալությունը, որովհետև ավանդականության մեջ կարևոր դրական էլեմենտներ կան, բայց ինքը չպետք է խեղդի քո զարգացումը, չպետք է քեզ հետ պայի անընդհատ քաշի այդ մագնիսի նման, որ դու չկարողանաս առաջ գնաս, դա խնդիր է ստեղծում։ Հատկապես եթե դու ուզում ես ինքնուրույն երկիր, անկախ երկիր ունենաս, նաև զարգացող երկիր ունենաս, դա պետք է կառավարվի, չի կարելի դա էլի, ես այսօրվա աշխարհում հատկապես հետ կմնաս միանգամից։ Առնվազն 5 տարին, որ ես սովորում էի, վստահ չեմ կարող ասել, որ տղաներ ավելի շատ են, բայց զգալի էին եւ նաեւ սովորող տղաներ մեր կուրսում կային շատ, մի մեծ թիվ ունեինք, մեծ խումբ ունեինք, որոնք բավականին լավ սովորող եւ իրար հետ մրցակցող խումբ էր, տղաների հիմնականում, բայց նաեւ բնականաբար ունեինք լավ դասընկեր աղջիկներ, ովքեր որ եւս լավագույն են, բայց տղաները մեծամասնություն էին կազմում այդ խմբում ամեն դեպքում։ Եվ այս հիմա այս ինչ որ նկատում ես ֆենոմենը նաև ինձ դուր է գալիս, որովհետև այս բարձրագույն կրթական համակարգում այս լվերին կրթական աստիճաններին ձգտումը աղջիկների կողմից կարծում միայն դրական միտում է։ Իհարկե կարող է դա պայմանավորված է որոշակի նաև կարող սոցիալական ասենք հանգամանքներով, երևույթներով միգուցե չեմ բացառում։ 98 թվականին եմ ես ընդունվել համալսարան։ Այդ ժամանակահատվածում ավելի շատ իրավաբանացել հասկանում էին դատախազ, առաջին հերթին, քննիչ դատախազ, դատավոր, իսկ դրանք կարծում այդ մասնագիտությունները այն ժամանակահատվածում գենդերային առումով վստահաբար դիսբալանս կար ակնհայտորեն էականորեն ու նաև ստերեոտիպային էր։
որ դատախազ, կին դատախազ պատկերացնելու եք նաև այն ժամանակ կարծում եմ շատ բան կլիներ, բարդ կլիներ։ Տարօրինակաբար այդ ժամանակահատվածում այդ ստերեոտիպային իրավագիտության մեջ կամ իրավաբանական ուղղությամբ մասնագիտացումները այդպես բաշխվում էին, նոտարների ուղղությամբ ավելի շատ կանայք էին գնում նոտար դառնում, այդ ուղղությամբ ավելի շատ տղամարդիկ քրեական կամ չգիտեմ դատախազական ուղղությամբ երևի նաև պայմանավորված աշխատանքի որոշակի տրամաբանությամբ օրենքով, որովհետև մի դեպքում ավելի ակտիվ ներգրավվածություն է պահանջում, բայց էլի ստերեոտիպային է մոտեցումը ամեն դեպքում։ Բնականաբար, մյուս դեպքում ոչ այդքան։ Բայց հիմա շատ բան է փոխվել, օրինակ հիմա այսօր եթե նայենք այդ մասնագիտությանը, նույն դատախազների շրջանում, քննիչների շրջանում, դատավորների շրջանում, կարծում եմ էական փոփոխություն կա հիմա, որ նայենք շատ մեծ այդ գենդերային բալանսի տրամաբանությամբ ստատիստիկ տվյալներին չեմ տիրապետում, չեմ կարող ասել հիմա, բայց վստահ եմ, որ եթե համեմատենք, ահռելի մեծ տարբերություն կլինի։ Որտեղ արդեն տեսնում ես, աչքդ էլ է տեսնում, թե կին դատախազների նաև բարձրագույն պաշտոններում, գլխավոր դատախազի պաշտոնում օրինակ, նաև տեղականների պաշտոններում, դատավորների պաշտոններում, դատարանի նախագահի պաշտոնում եւ այլն կան, այսինքն աստիճանաբար այդ տրանսֆորմացիան ինչ-որ ժամանակի ընթացքում կատարվել է։ Չեմ հիշում տենց որ կարծրատիպեր շատ հատուկ ունեցած լինեմ, չեմ կարծում, չգիտեմ։ Միգուցե կան, կարող եմ միգուցե հիմա էլ կան, չեմ զգում, որովհետեւ շատ դեպքերում այդ կարծրատիպերը մեկ այնքան անտեսանելի են լինում, որ կարող է դու ցած շատ չզգաս, բայց որոշակի վարքագծի կամ բարի կամ արտահայտությամբ դուրս կան դրանք։ Հա, տես մեկ կարող է լինում, բայց չեմ կարծում տեն շատ խորքային կան։ Այն հանգամանքը, որ կոլեկտիվները աշխատանքային պրոֆեսիոնալիզմոտ եղել են, հա, բարձա թե պետական համակարգում աշխատանքի առումով, թե չգիտեմ, մասնավոր պրակտիկայում աշխատանքը կանանց հետ, հա, չեմ տարբերակում դնում ես այդ առումով, էլի չեմ կարողանում տես տարբերակում դնել, կարծիքով մի քիչ ճիշտ էլ չի այդպես մոտենալը, ընդհակառակը ասած ցենը որ տարբերակում չպետք է դնես այդ կին տղամարդ պրոֆեսիոնալ միջավայր, եթե անձը ունի պրոֆեսիոնալ հատկանիշներ, չգիտեմ, լավ պրոֆեսիոնալ բեքգրաունդ եւ կարողություններ, ինչ կապ չունի, որևէ կապ իմաստ չկա էլի դրա մեջ դառնալու, հակառակը այդ աշխատանքային միջավայրի նաեւ բովանդակային հարստությունները նաեւ այդ բալանսը պահել են։ Ես կարծում եմ, որովհետեւ դա նաև բերում է ավելի առողջ ինտերակցիաների եւ դա բերում է ավելի գշրադատված որոշումների եւ կարծում եմ օրինակ չգիտեմ կանանց դերը նույն պետական կառավարման մեջ ավելացնելը թեկուզ որոշում կայացնող պաշտոնային դա էլ է կարծում դրական շատ միտում Միգուցե էլի տենց գիտակ ազատականացել բայց հա կարծում եմ հա տնական հարաբերությունների մեջ եւս եւ ընտանեկան հարաբերությունների մեջ մի քանի կոմպոնենտ կա, որով դու կարաս չափես արդյոք ազատականացված ես չէ, հատկապես երեխայի խնամքի հարցն է գալիս, որովհետեւ այդ մասով կանանց ներգրավվածությունը միշտ շարունակում է էլի առանցքային մնալ։ Հատկապես երեխայի փոքր տարիքում խնամքի մասին է խոսքը նորածին, հետո մինչեւ արդեն ավելի այտենց մեծանալը եւ դպրոցական օրինակ դառնալը Ես այնպես չասեմ, նաև մարդիկ անդադ փոփոխվում են, ես էլ ինձ վրա զգում եմ փոփոխություն, նույնը չեմ լինում, էլի, նույնը չեմ ինչ 10 տարի առաջ կամ 5 տարի առաջ կամ 3 տարի առաջ էի։ Փոխվում է մարդը անընդհատ, ու բնականաբար ինչ ուղղությամբ զարգանում ես, բնականաբար ես այդ մայնց բանը չունեմ, սա գաղափարներ չունեմ այդ առումով, այսինքն նաև տնային գործերում օրինակ օգնելու առումով կամ ինչ որ մաքրության գործերում օգնելու առումով չկա այդպես կոմպլեքս։ Դե մանկությունից բնականաբար որ տեսել ես մի քիչ այլ բան ես տեսել, որովհետև այն ժամանակ նաև ժամանակներն էին ուրիշ ու այդ իմ պատմած պատճառներով, հետևանքներով, նաև ավանդական եկող այդ ամեն ինչով, բարձր չեմ ուզում շատ նեգատիվ նաև լույսի մելիքային մյուս կոնտեքստ ներկայացնել, որովհետև նաև դա ընտրության հարցեր եմ համարում, ես կարծում եմ, որովհետև նաև դա իրոք ընտրության հարցեր է, այսինքն կանանց համար է դա ընտրության հարցի միջակայքից բարդ է, բայց տղամարդու կնոջ համար էլ դա ընտրության հարց է, այսինքն իրանք են ամեն ինքն է ընտրում, թե ինչ միջավայրում է լինում կամ ինչ ամուսնական կապերի մեջ է հայտնվում, կամ ինչ ընտանիքում է հայտնվում, կամ ինչ ընտանիք է ստեղծում, այդ բոլորի ընտրության հարցն է։ Եվ կավալիցի ասում եմ, բոլորն էլ ոչ մի բան չկա, այդտեղ բոլորն էլ ազատ են իրենց տրամաբանությամբ կառուցել իրենց հարաբերությունը, ինչպես իրենց ավելի կոմֆորտա ու ինչպես իրենք ավելի երջանիկ են զգում։
Եթե իհարկե դա չկա բռնություն, իրավունքների սահմանափակում, ոտնահարում եւ այլն, բարձր դրանք չպետք է լինի առհասարական կախանեն ինչից։ Վատ վերաբերմունք, չգիտեմ, ամարտկային վերաբերմունք, խոշտանգում, ծեծ եւ այլն, դրանք ուղղակի կտրականապես բաներ են։ Այս նաեւ օրինակ որոշումներ կայացնելու հարցն է կարեւոր, որովհետեւ երբ որ ընտանիք ես, որոշումներ կայացնում ես միասին։ Մենակ չես կայացնում որոշումը, չես ասում ես որոշում, հա, բարձր ինչ-որ հարցերում պետք է դու որոշում կայացնես, որովհետեւ քեզանից ինչ-որ բաներ կախված կամ դու ես պատասխանատվությունը վերցնում, բայց ինչ-որ կարևոր հարցեր կան, որ հիմնականում միասին եք որոշում, քննարկում, որոշում կայացնում, դա էլ է շատ կարևոր։ Ամեն րոպեն, ամեն պահը կարևոր է, որ երեխայի հետ դու, եթե ինչ-որ բան ուզում ես իրենց տալ, հիմա էլի ժամանակը տալու էլ տենց չի լինելու հետո, որտեվ որ դա դաստիարակություն կոչվածը կարծում եմ ավելի շատ աշխատում է ոչ թե տենց բարկանալով եւ տենց բանոնը սահմանափակումներ դնելով, բարձր դա էլ պետք է արվի որոշ տրամաբանությամբ, բայց ավելի շատ քորինակով երևի, օրինակը ավելի կարևոր է։ Ցանկացած մարդու մեջ անկախ նրանից թե տղամարդու թե կնոջ մասին եմ խոսում, կարևորը բանն է, հարցերին գլխով մոտենալն է, նկատեմ խելացի լինելն է, մտածելն է, մտածելու ունակություն ունենալն է, եւ այդ մտածելու ունակություն ունենալը առանցքային է շատ կարծում եմ, եւ տղամարդու դեպքում էլ հատկապես դա շատ կարևոր է։ Եթե մտածելու ունակ ես, նաև պետք է լինես, կարծում եմ բարությունն է շատ կարևոր տղամարդու համար, իմ կարծիքով կարող է տարօրինակ հնչի, բայց կարծում եմ շատ կարևոր է։ Եվ ազնվությունն է շատ կարևոր է, ու մեծահոգությունն է շատ կարևոր տղամարդու համար։ Եվ պատասխանատվություն վերցնելու ունակությունը, որոշում կայացնել, դրանք են կարևոր տղամարդու հատկանիշները, որը կարծում եմ առանցքային են։ Չգիտեմ, այդ եսը պետք է ունենաս էլի կյանքում, բայց իմ կարծիքով այդ տղամարդ նաև կնոջն է վերաբերում իհարկե, բայց այս տղամարդու տեսանկյունը փորձեցի էլի ցույց տալ։ Կարող է շատ լողացող էր, բայց որքան որ կարողացա ձևակերպեցի։